ներկայացնեմ հիմնական բլոկերը եւ պատրաստ լինեմ պատասխանել, հատկապես հաշվի առնելով, որ միշտ էլ խոսում ենք մեր բոլոր ծրագրերի մասին, թե կատարված աշխատանքի եւ թե պլանների եւ անցնելով այսպես ասած մեր կտորներին նախ տեղեկացնեմ, որ 2025 թվականին պետական բյուջեից մեր ոլորտին ուղղվել է 905.6 միլիարդ դրամ, կամ պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 26.3%-ը, մինչդեռ 2017 թվականին բյուջեն կազմել է 365.1 միլիարդ դրամ, սա հատուկ եմ ներկայացնում որպես համեմատական, ըստ էության գրեթե 3 անգամ աճել է մեր բյուջեն վերջի 8 տարիներին, եւ այն ժամանակ իհարկե ավելի փոքր բյուջեի ավելի մեծ տոկոսն է կազմել, քան հիմա է։ 2025 թվականներին կենսաթոշակառուների միջին ամսական թիվը կազմել է 476.813 հոգի, ծախսը շուրջ 288.4 միլիարդ դրամ, կենսաթոշակի միջին չափը կազմել է 49.032 դրամ, իսկ ի համեմատություն 2017-ի կենսաթոշակառուների միջին ամսական թիվը կազմել է 455.609 եւ ծախսը 220 միլիարդ դրամ, կենսաթոշակի միջին չափը եղել է 40.296 դրամ։ Ծերության հաշմանդամության կերակրողին կորցնելու դեպքում նպաստների գծով ծախսը 25 թվականին կազմել է 51.7 միլիարդ դրամ, շահառուների թիվը 111.904, 2017 թվականին ծախսը կազմել է 13.9 միլիարդ դրամ, իսկ շահառուների թիվը 63.024, այս թվերը ինչու են կարևոր, հարգելի գործընկերներ, որպեսզի նաև պարզ լինի, որ մենք ամեն տարի ավելի շատ կենսաթոշակ ստացող, ծերության հաշմանդամության կերակրողին կորցնելու նպաստ ստացող քաղաքացիների թիվ ունեն, ինչը թե արտահայտվում է դրամական ձևով պետական բյուջեի ծախսերում եւ թե նաեւ հենց թվով, այսինքն շատ ավելի շատ քաղաքացիներ են ստանում այդ նպաստները։ Մենք կենսաթոշակի նվազագույն չափի մասով ունենք հետևյալ պատկերը, 2000 համեմատած պարենային զամբյուղի հետ, սրա մասին շատ ենք խոսել, բայց եւս մեկ անգամ ասեմ, 2025 թվականի 4-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքները կազմել են համապատասխանաբար 33.388 եւ 61.768 դրամ, եւ մենք արդեն 2023 թվականից գերազանցել ենք պարենային զամբյուղի համար նախանշված թիրախը, իսկ 2025 թվականի վերջով մոտեցել ենք նվազագույն պարենային զամբյուղի թվին, իսկ շուտով արդեն ապրիլի 1-ից ըստ էության հաշվի առնելով վերջի փոփոխությունները կենսաթոշակների բարձրացման եւ նաեւ ավելացող հետվճարի չափը, թե միջինը, թե առավելագույն չափը, մենք ըստ էության գերազանցում ենք նաեւ նվազագույն սպառողական զամբյուղի թիվը, որը շատ կարեւոր է թե մեր քաղաքացիների կենսամակարդակի ապահովման եւ թե նաեւ մեր կառավարության ծրագրի կատարման տեսանկյունից դրա մասն էլ ենք շատ խոսել եւ եթե հարցեր կլինեն կպատասխանենք։ Մենք իհարկե շարունակել ենք նաեւ մեր մյուս ընթացիկ միջոցառումների կատարումը, ուզում եմ հիշեցնել, որ 2025 թվականին ներդրվել է նաև ժամանակավոր անաշխատունակության մայրության նպաստների նշանակման, հաշվարկման եւ վճարման նոր համակարգը, որի մասին էլի շատ խոսել ենք, նպաստները հիմա վճարվում են միայն անկախի եղանակով, էլեկտրոնային ձևով, ներդրման սկզբնական փուլում կային որոշակի դժգոհություններ, որոնք մենք մեծամասամբ լուծել են եւ ես ինքս կարող եմ ամսական մի քանի պրոբլեմատիկ դեպքի մասին լսեմ, բառիս ուղիղ իմաստով մի քանի, եթե սկզբնական փուլում դրանք հարյուրներ եւ երբեմն հազարներ էին, հիմա այդ հարցը կարող ենք համարել լուծված։ 25 թվականի վերջի դրությամբ իհարկե զեկուցում վերջնական թվերն են տարվա վերջի դրությամբ, բայց մենք քանի որ ունենք շարունակական ծրագրեր, ես կարող եմ ավելի թարմ թվերն էլ ասել, 16 միլիոնների ծրագիրը, որը դուք հիշեցրեցիք Տիկին Տիգրանյան, ես հիմա ասեմ, թե մենք այս պահի դրությամբ ինչ իրավիճակ ունենք, ուրեմն
Այսինքն մոտ մի քանի օրվա դրությամբ, հա, կարելի է ասել, մենք ունենք արդեն 2272 վարկավորում, որից 272-ը ավարտական ակտ ունեն, այսինքն փաստաթուղթ նույնիսկ ունեն, բայց վստահ եմ այնտեղ կան նաև ընտանիքներ, որոնք դեռ չունեն ավարտական ակտ, բայց ապրում են այդ տներում։ Մենք այսօր հաստատեցինք կառավարության նիստով եւս 1417 շահառուի համար տուն, առնվազն 1417, ինչու որտեղ առաջի խմբի մեջ մտնում են քաղաքացիներ, որոնք նախկինում հասցրել էին ունենալ շինթույլտվություն կամ հողամաս մեր ասած ժամկետներում, բայց չէին հասցրել վարկավորվել բանկում եւ մենք նրանց հնարավորություն կտանք դա անել եւ մեր գնահատականներով, այսինքն համայնքներից ստացած ինֆորմացիայով այդ քաղաքացիների թիվը, այդ շահառուների թիվը 400 է, բայց կարող է պարզվի, որ կան էլի մարդիկ, որ չեն կարողացել ինֆորմացիա ստանալ իրենց վերաբերյալ, այսինքն կարող է նաեւ ավելի մեծ